Երբևէ տեսել եք ավելորդ քաշով տառապող Ֆորմուլա 1 արշավորդ կամ ալպինիզմով զբաղվող որևէ անձ։ Պատասխանը ակնհայտ է, որ ոչ։ Իսկ ինչու ոչ։ Որովհետև տվյալ մարդիկ իրենց գործունեությունը ծավալում են ադրենալինի հետ համահունչ, որովհետև իրանց գործունեությունից ելնելով ակամա մարմնում մեծ քանակությամբ ադրենալին է արտադրվում։ Իսկ մեխանիզմը հետևյալն է. ադրենալինը լինելով հորմոն, որը մեր մարմինը ամբողջությամբ մարտական իրավիճակի է պատրաստվում, այսպես ասած, անմիջապես գրգռելով մեր կենտրոնական նյարդային համակարգը, հաջորդիվ մեր օրգանիզմում սկսում է արտադրվել սիներգիկ կերպով նորադրենալին, որն էլ իր հերթին արդեն ուղիղ մեխանիզմով ազդում է լիպոլիզի վրա։ Իսկ լիպոլիզացվածը դա նույն ճարպերի նյութափոխանակությունն է։ Ժողովրդական լեզվով ասած, ապահովում է ճարպայրում։ Ինչու եմ ես ամենը ասում, որովհետև նույն սկզբունքով էլ աշխատում են ուժային մարզումները։ Ուժային մարզումները մեր մարմնի համար համարվում են էքստրեմալ պայմաններին համահունչ իրավիճակ։ Ուստի ցանկացած անգամ, երբ որ մենք սկսում ենք աշխատել քաշերով, մեր մարմինը բացի այն, որ ադապտացվում է, ստիպում է մեր օրգանիզմին արտադրել մեծ քանակությամբ ադրենալին։ Ադրենալինը շատ լավ եւ մեր մարմնի կողմից մտածված, մայր բնության կողմից մտածված հորմոն է, որը օդի ջրի պես անհրաժեշտ է նման իրավիճակներում։ Եվ ինչպես նշեցինք, օգնում է ճարպայրման process-ին։ Եվ հաջորդիվ ես հիմա ցույց կտամ մի վարժություն, բոլորիս հայտնի ստանդարտ դասական կքանիստը, որի էֆեկտիվությունը անգամներ բարձրացնելու համար կկիրառենք հետևյալ լայֆհաքը։ Դիտեք հաջորդիվ։ Ինչպես տեսնում եք, մենք վերադարձել ենք դասական կքանիստներին, սակայն ստեղ խնդիրը այն չի, թե ինչ վարժություն ենք անում, խնդիրը նրանում է, թե ինչպես ենք այն անում։ Եվ հենց հիմա ես կբացատրեմ տվյալ վարժության մոդեռնիզացված տարբերակը, որը թույլ կտա մեր մարմնին առավելագույնս ադրենալինի արտադրություն ապահովելու։ Ինչպես տեսնում եք, մեր մոդելը առանց որևէ կանգ առնելու, առանց որևէ իներցիայի, վերևում անմիջապես սահուն կերպով իջնում է ներքև, ծնկները մինչև վերջ չի բացում, որպեսզի մկանները ամբողջ process-ի ժամանակ մնան լարված եւ շարունակական կատարում է process-ը։ Ստեղ խնդիրը նրանում է, որպեսզի լրացնել 10-ից 12 կատարում, հանգստանալ մոտավորապես 30 վայրկյան եւ նույնը կրկնել նորից 10-ից 12 կատարում, հանգստանալ նորից 30 վայրկյան ու փորձել կատարել 5 կամ 6 այսպիսի մոտեցում։ Ստացվում է մեկ ամբողջական հսկայական սեթ։ Առաջին հսկայական սեթը ավարտելուց հետո հանգստանում ենք 4-ից 5 րոպե ու նորից կրկնում ենք տվյալ հսկայական սեթը այնքան, ինչքան թույլ կտա մեր մարզվածության աշճանը։ Մաքսիմում կատարումները 4, իսկ ավելի կատարելագործված, ավելի առաջընթաց ունեցող մարզիկների մոտ կամ մարզուհիների մոտ 5 անգամ, ոչ ավել, վստահեցնում եմ, շաբաթական 2 անգամ, 3-ից 4 օր հանգիստ ապահովելով տվյալ մեթոդը կիրառելու դեպքում դուք կունենաք շատ գերազանց արդյունք։